Անդրանիկ մեծ խաղ է գնում աշխարհում եւ այդ մեծ խաղի ընթացքում փոքր երկրները մանրադրամի դերում են հանդես գալի։ Ուրեմն մեծ խաղը 19-րդ դարում էր ընթանում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Հիմա այդ մեծ խաղը շարունակվում է։ Ավելի շուտ մեծ մրցախաղը։ Եվ երկրներ կարող են վերանալ, կարող են նոր երկրներ առաջանալ, եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի հանրությունը չի հասկանում, թե ինչ ծանրագույն իրավիճակում մենք կարող ենք հայտնվել։ Շատ կարեւոր է հասկանալ մեծ խաղի իմաստը, այսինքն գերտերությունները իրար հետ մրցապայքարի մեջ են, ռեսուրսների համար, կոմունիկացիաների համար, եւ այդ պայքարում դա գնում է անզիջող պայքար, այսինքն ամեն ինչի ընդունակ են։ Մենք տեսանք Վենեսուելայի պետության ղեկավարին գողանում, այսինքն այդ բոլոր միջազգային հարաբերությունների կանոնները գոյություն չունի։ Տրամպը Չինաստանից երբ որ վերադարձավ, հայտարարեց, որ Իրանի պարլամենտի ղեկավարը, որ հիմա ըստ էության ղեկավարն է, որ նրանք կխփենք Մուհամեդ եսիմ ինչ, նույնիսկ ազգանունն է չի ասում։ Հիմա այս պայմաններում փոքր երկրները, մասնավորապես Հայաստանը, ինչպես պետք է իրենց պահեն եւ հասարակությունները արդյոք պետք է հասկանան այդ վտանգները։ Հայաստանում ըստ էության հասարակությունը չի հասկանում, թե ինչ վտանգների առաջ ենք մենք կանգնած։ Այդ խնդիրը քաղաքական էլիտաների խնդիրն է, որ պետք է բացատրի հասարակությանը, եւ դուք ասացիք ինչ պետք է անեն փոքր երկրները, եթե կարճ, ապա չպետք է ոտատակ ընկնեն։ Այսինքն չպետք է դառնան մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Դուք նշեցիք մեծ խաղի մասին, ես կառաջարկեմ շատ այսպես հեռու չգնալ, բայց մեծ խաղի ժամանակ նաև մեծ խաբեություններ են տեղի ունենում։ Օրինակ, երբ որ Ֆուկույաման համոզում էր, որ պատմությունը ավարտվել է, լիբերալ դեմոկրատական արժեքները հաղթանակ են տարել եւ այսուհետ աշխարհը արդեն առանց կոնֆլիկտների կզարգանա, պարզվեց, որ այդպես չի, իդեպ ինքը նաև խոստովանել է իր մյուս աշխատությունների մեջ, որ ինքը սխալվել է, որ պատմությունը չի ավարտվել եւ կարելի ասել պատմությունը շարունակվում է եւ երբեք չի կարող ավարտվել։ Մեծ հաշվով տեսեք ինչ է տեղի ունենում, երբ որ սովետական միությունը փլուզվեց, Ռուսաստանում էլ, նախկինում սովետական միությունում էլ մտածում էին, որ իրոք պատմությունը ավարտվել է։ Գորբաչովը հավատում էր, որ այլևս ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, կամ էլ եթե ընդլայնվի, ապա լինելու է համագործակցության տրամաբանությամբ։ Հետագայում ինքը բողոքում էր, ես նույնիսկ մի հարցազրույց եմ իր հիշում, որտեղ ինքը բողոքում էր Հանթինգտոնից։ Ասում էր, որ բա ուր է ձեր խոստացած առանց հակամարտությունների զարգացումը։ Ներողություն, նույնիսկ Պուտինը իր սկզբի տարիներին ինքը առաջարկ էր արել, որպեսզի Ռուսաստանը մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ Այո, բայց հետագայում այդ Մյունխենյան հայտնի գագաթաժողովում Պուտինը նշեց, որ ինքը տեսնում է, որ լրիվ այլ պրոցեսներ են տեղի ունենում։ Ինքը ուղղակի արձանագրեց փաստը, ոչ թե հակամարտություն հրահարեց, այլ արձանագրեց փաստը եւ արևմուտք, արևելք այդ հակադրությունը շարունակվում է մեծ խաղի շրջանակներում եւ եթե մենք վերցնենք հայաստանյան տրամաբանությունը, ապա մեծ խաղը հետեւյալն է. փորձ է արվում նախկին սովետական տարածքները դարձնել հակառուսական։ Եթե մեզ Բալտիկան հանում ենք արդեն ինքը առողջության բարեմիցան համակարգի մեջ է, եւ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունենում ամբողջ այդ քարտեզի վրա կամ ինչպես Բժեզինսկին կասեր, մեծ շախմատային խաղատախտակի վրա։ Ուկրաինա, Մոլդովա, փորձ արեցին նաև Բելարուս, Հարավային Կովկասում Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ միջինասիական երկրներ։ Այս բոլոր երկրները փորձ է արվում դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տակից եւ հետագայում սեղմել բուն Ռուսաստանը։ Սկզբնական փուլում, երբ որ Սովետը նոր էր փլվել, Հյուսային Կովկասում էին հովանավորում անջատողականությունը, այդտեղ ակտիվ դերակատարում ուներ նաև Թուրքիան, խոսքս չեչենական պատերազմի մասին է։ Եվ Բրիտանիան։ Եվ Բրիտանիան, բնականաբար այդ մեծ խաղի հեղինակները այդտեղ են։ Եվ մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում այդ ամբողջ այդ սանիտարական գոտում, այսպես ասած, եւ գունավոր հեղափոխությունները իրենց բոլոր դրսևորումներով
ի հայտ եկան։ Առաջին զոհը դարձան վրացիները այս ցիկլի մեջ, եւ որ գունավոր հեղափոխությունից հետո Վրաստանին դրթեցին հակառուսականության Սաակաշվիլու ձեռքերով եւ արեցին ամեն ինչ, որ Վրաստանը չկարողանա հետագայում Ռուսաստանի հետ որևէ կերպ լեզու գտնել։ Տեսեք, Վրաստանը դասեր քաղել է 2008-ից, բայց Վրաստանի այսօրվա իշխանությունը, որը շատ ճիշտ քաղաքականությամբ չի ուզում մանրադրամ դառնալ, բայց չի կարողանում նաև Ռուսաստանի հետ ամբողջական հարաբերություն հաստատել, որովհետև Օսեթիայի խնդիրը կա եւ Աբխազիայի խնդիրը կա, այսինքն այնպես են արել, որ մշտապես հակադրություն լինի Ռուսաստանի հետ կամ առնվազն միմյանց հետ լեզու չգտնեն։ Ուկրաինայում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 14 թվականին արդեն եւ այդ ամեն ինչը շատ գեղեցիկ փաթեթավորմամբ է մատուցվում հասարակություններին, օրինակ հարևանության ծրագիրը փոխում են Եվրոասոցիացման ծրագրի, մարդկանց գեղեցիկ կոնֆետ են ցույց տալիս, ասում են դուք առանց վիզաների ռեժիմ կունենաք եւ այլն եւ այլն։ 2.5 միլիարդ կտանք ձեզ, որ երրորդ տարին Ու Հայաստանի մասով եք դուք ասում եք 2.5 միլիարդը ես նմանեցնում եմ Աջափնյակի մետրոին։ Նիկոլ Փաշինյանը արդեն 5 ընտրություն մասնակցում է Աջափնյակի մետրոն կառուցելու խոստմամբ եւ կարծեմ սա 6-րդը կլինի կամ 5-րդը հաշիվը կորցրել ենք արդեն։ Բայց մեծ խաղի տրամաբանությունը հետեւյալն է, որ ահա այդ երկրները պետք է մանրադրամ դառնան, Ռուսաստանը պետք է զրկվի աշխարհակահաղական գործոն լինելու հեռանկարից եւ հետագայում Ռուսաստանը ինքն էլ մասնատվի։ Այսինքն մեծ խաղի նպատակը հենց դա է։ Այստեղ իհարկե նաեւ թիրախավորվում է Իրանը, եւ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որ պետք է մեզ շատ հեռու պահենք այդ մանրադրամի կարգավիճակից, բայց Հայաստանի օրվա իշխանությունը դրա համար չի բերվել, այսպես ասած, կամ դրա համար չի եկել, կամ հնդածս են երևի ծրագրավորել, բայց ամեն դեպքում փաստորեն Հայաստանը հիմա մանրադրամ է դարձվում եւ մենք տեսնում ենք, որ Եվրոասոցիացման տրամաբանությունը դա նախկին Սովետ միության երկրների հանդեպ նեոռասիստական մոտեցման դրսևորում է, ինչ է դա նշանակում։ Քանի որ մենք գիտենք, որ Եվրոպան այն տարածքն է, որտեղ եւ լավ բաները, եւ խայտարակ բաները այնտեղ են ծնունդ առնում, ընդհանրապես քաղաքակրթական բոլոր այդ փիլիսոփայական ուղղությունները, եթե մենք նայում ենք, մայրցամաքային ծագում ունեն։ Իհարկե Անգլիան իր մոտեցումներն է առաջարկում առանձին եւ էքսպերիմենտները ուրիշ տեղեր է կիրառում, ինքը դրանից հեռու է մնում, բայց եթե վերցնենք, ասենք, եւ ֆաշիզմը, եւ ռասիզմը, եւ լիբերալիզմը, եւ կոմունիզմը, եւ մարդու իրավունքները, եւ մնացած իզմերը, այսպես ասած, բոլորը մայրցամաքային ծնունդ ունեն եւ հիմա տեսեք ինչ է նշանակում նեոռասիզմ։ Նեոռասիստական շրջանակներում այդ ծրագրի ենթադրվում է, որ պետք է ժողովրդավարությունը ֆորմալ առումով քարոզել այդ տարածքներում, բայց հնարավորություն չտան, որպեսզի այդ ազգերը, այդ ժողովուրդները իրական ժողովրդավարություն ստանան, իրական շուկայական տնտեսություն ստանան, այլ պետք է ստանան անմարդկային դեմքով կապիտալիզմ եւ օգտագործվեն մեծ խաղի մեջ։ Որն է ռասիզմը, այսինքն ենթադրվում է, որ հայերը, վրացիները, ուկրաինացիները, մոլդովացիները, բելարուսները իրավունք չունեն ժողովրդավարական համակարգում ապրել, քանի որ իրանք այսպես կոչված ոսկե միլիարդից դուրս են, իրանք պետք է ընդհանրապես օգտագործվեն, այսպես ասած, չոր փայտի դեր կատարեն, որ կրակի մեջ պետք է։ Այո, իրանք պետք է օգտագործվեն եւ որևէ ձևով չօգտվեն այն դրական գաղափարներից, դրական համակարգերից, որոնցից որ օգտվում է ոսկե միլիարդը։ Որ սենց անկեղծ խոսակցություն բացվեց, գնանք աշխարհակահաղականության դասականներին, ուրեմն ինչ էին իրենք ասում, Մակինդերներ հիմնադիրը, ասում են հետևյալը, որ կա ծովային երկրներ, ծովափերի երկրներ եւ կա Ասիայի միջցամաքի, Եվրասիայի կենտրոնը, Heartland-ը, սիրտը։ Եվ այս սրտի ամենակենտրոնը կենտրոնական Ասիան է, միջինասիական հանրապետությունները։ Եվ ով որ տիրում է կենտրոնական Ասիան, նա տիրում է ամբողջ աշխարհում։ Հիմա խնդիրը հետևյալն է, նպատակը գնալ կենտրոնական Ասիա, կենտրոնական Ասիա տարանջատել Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանից, Չինաստանի կոմունիկացիաները վերահսկողության տակ վերցնել, եւ դրա համար ինչ պետք է անել։ Դրա համար ճանապարհը միակ, դա անցնում է Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում այդ ճանապարհի հիմնական դաշնակիցը Թուրքիան է։
եւ կարեւորագույն երկիրը Ադրբեջանն է։ Հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է կոմունիկացիան Հայաստանով անցնող իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Սա է ծրագիրը եւ Թուրքիան ըստ էության արևմուտքի գլխավոր դաշնակիցն է, այսինքն խոսքը գնում է Սյունիքի վերահսկողության մասին, որի օպերատորը այս տարածաշրջանում մեծ եղբայրը Թուրքիան է, փոքր եղբայրը Ադրբեջանն է։ Դրան խանգարում է Իրանը եւ դրան խանգարում է Ռուսաստանը։ Հիմա ինչ վտանգ է առաջացել մեզ համար։ Ուրեմն Հայաստանի կառավարության դեստրուկտիվ քաղաքականության հետևանքով, որը հակառուսական եւ սառեցնում է հարաբերությունները Իրանի հետ, Ադրբեջանը sense մի վտանգավոր խաղ կարող է խաղալ։ Ինքը հիմա առաջարկում է Ռուսաստանին, Իրանին հյուսիս-հարավ ճանապարհը կառուցել, դիմացը ցույց տալով ահա տեսեք Հայաստանից դեստրուկտիվն է, ուրեմն արևելք-արևմուտքի ճանապարհը վերահսկողությունը տվեք ինձ, այսինքն ես ձեզ կտամ ճանապարհ հյուսիս-հարավ եւ Սյունիքը կդնեք իմ վերահսկողության տակ, քանի որ Հայաստանը դեստրուկտիվ իշխանություն ունի, իր ժողովուրդը չի հասկանում այդ ամբողջ վտանգները եւ կարող է ձայն տալ գործող իշխանությանը։ Այսինքն ըստ էության, այս մեծ խաղի մեջ մենք կարող ենք կորցնել Սյունիքը եւ ընդհանրապես պետականությունը։ Եվ պետականությունը, եւ Ադրբեջանը ավելի կոնստրուկտիվ է, ինքը առաջարկ ունի Իրանին, Ռուսաստանին, եւ դիմացը պետք է մի բան ստանա ում հաշվին, մեր հաշվին։ Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ մեր վրա երկու մակարդակի խաղ է դրված։ Մեկը անգլոսաքսոնական խաղը, մյուսը կոնտինենտալ Եվրոպայի խաղը։ Կոնտինենտալ Եվրոպային շատ ավելի պարզունակ խաղ է, որի մարմնավորումը Մակրոնն է, եւ Մակրոնը հենց ներկայացնում է նեոռասիստական շրջանակները, որոնք գտնում են, որ երկրները, որոնք դուրս են ոսկե միլիարդից, պետք է օգտագործվեն, դրա համար գալիս են ուսերին թփթփացնում են տեղական դիկտատորիկների եւ նաեւ իրենց պետության շահերի դեմ գործողների։ Իսկ մյուս մակարդակը անգլոսաքսոնականն է, որը ձեր նշածն է եւ այդ մեծ խաղի մեջ ամենագլխավոր գործընկերը Թուրքիան է միանշանակ։ Հիմա մեր երկիրը որպես նաեւ մեծ խաղի մաս կազմող նախագիծ անկեց լինենք, հնարավորություն ունի գոյություն ունենալու, եթե ինքը կարողանում է բալանսի մեջ մնալ։ Այդ բալանսը պահպանվում է բացառապես Ռուսաստանի եւ Իրանի միջոցով։ Եթե մենք դառնում ենք հակառուսական եւ հակաիրանական, ինչպիսին որ ուզում է դարձնել մեզ Հայաստանի օրվա իշխանությունը, ապա այս նախագծի իմաստը վերանում է։ Այսինքն, եթե սրանք խոսում են ինքնիշխանությունից, իրականում ինքնիշխանության այն ատրիբուտները, որ մենք պատկերացնում ենք անկախ պետականության հետ կապված, հնարավոր է միայն ռուս-իրանական բալանսի պարագայում։ Եթե մենք դուրս ենք գալիս այդ բալանսից, ապա իմաստազրկվում է ընդհանրապես Հայաստանի դերը մեծ խաղի մեջ, կամ ավելի ճիշտ Հայաստանը մեծ խաղի մեջ դառնում է հակառուսական եւ հակաիրանական, իսկ դա նշանակում է կլանվել ուղղակի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Հիմա այս իշխանությունը խափում է ժողովրդին, թե իբր տանում է Եվրոմիություն, ընդհանրապես նման թեմա չկա։ Եվրոմիությունը մեզ չեն սպասում, եւ եթե նույնիսկ սպասեն էլ հնարավորություն չունեն ընդունելու, ընդհանուր սահման էլ չկա ցամաքային, տեսնենք Վրաստանի օրինակը, որը տարբեր պարամետրերով շատ ավելի մոտ է Եվրոմիության անդամ դառնալու, բայց իրանք չեն դասում։ Ծովային սահման ունի Եվրոպայի հետ, բայց էլի չի կարող։ Պարզ ասեցին Վրաստանին։ Արևմուտքը պարզ ասեց, որ եթե դուք չեք միանում հակառուսական սանկցիաներին, եթե դուք չեք օգտագործվում որպես մանրադրամ, երկրորդ ճակատ չեք բացում, երկրորդ ճակատ չեք բացում, ապա դուք մեզ պետք չեք։ Եվ ահա ով զարմանք, Վրաստանը հրաժարվեց այդ մանրադրամի դերակատարությունից եւ Հայաստանի իշխանությունը վերցրեց այդ դերակատարումը, որը ուղիղ նշանակում է երրորդ ցեղասպանություն։ Ինչու եմ ես երրորդը ասում, որովհետեւ Արցախում նույնպես էթնիկ զտումը տեղի ունեցած այդ մեծ խաղի շրջանակներում էր եւ արևմուտքի կողմից դա զոհաբերում էր Նիկոլ Փաշինյանի ձեռքերով մի գործընթացի, որով պետք է Ռուսաստանը նորից դուրս մղվեր Արցախյան տարածքից զորքերի մասով, ահա այդ մեծ խաղի շրջանակներում Հայաստանը եթե մտնում է դերակատարման մեջ, ինքը կլանվելու է ուղղակի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դրա համար ենք մենք ասում, որ այս ընտրությունները ոչ թե իշխանություն ընդդիմություն ձևավորվելու թեմային են վերաբերում,
այլ վերաբերում են Հայաստանի լինել չլինելուն, էսի շատ կարևոր առանձնահատկություն է եւ Հայաստանի այս ընտրությունում մյուս առանձնահատկությունն այն է, որ մենք հայտնվել ենք մեծ խաղի արանքում, երբեք Հայաստանի հանրապետական ընտրությունները մեծ խաղին չեն վերաբերվել, աշխարհաքաղաքական բախումներին չեն վերաբերել։ Սա առաջին անգամ է եւ մյուս առանձնահատկությունը, որը խայտարակություն է մեր համար, այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը եւ մասնավորապես Ալիևը շատ հզոր ներքաղաքական գործոն են դարձել։ Եվ շատ գրագետ են աշխատում։ Ալիևը մի քիչ ավելի կոպիտ է աշխատում, ճիշտն ասած, որովհետեւ Ալիևը շատ ավելի լավ կարծիքի է հայ ժողովրդի մասին, քան Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը։ Այդ առումով, որովհետեւ օրինակ այդ մասով Թուրքիան ու Ադրբեջանը որոշակի մարտավարական վեճ ունեն, Թուրքիայում գտնում են, որ շատ պետք չի սխմել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա չթռնի, այսպես խցանի պես, իրենք մտածում են, որ եթե շատ սեղմենք, ապա կթռնի եւ պետք է ամեն ինչ անել, որ ինքը սիրաշահելով վերարտադրվի, հետո իրականացնի այն ծրագրերը, որի մասին որ երազում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Ալիևը գտնում է, որ հայ ժողովուրդը չի հանդուրժելու Նիկոլ Փաշինյանին եւ պետք է հիմա եւ ամբողջությամբ ինչքան հնարավոր է նրանից ստանալ այն ամենը, ինչ հնարավոր է ստանալ եւ Ալիևը չի հավատում, որ հայ ժողովուրդը կհանդուրժի այս քաղաքականությունը հայաստանյան, իսկ թուրքերը ասում են մենք ավելի շուտվանից ենք ճանաչում հայերին, ասենք Օսմանյան կայսրությունով եւ այլնով մենք շփվել ենք, մենք կարծում ենք, որ շատ հանգիստ կարելի է հայերին ներքաշել այս ինքնաոչնչացման գործընթացի մեջ եւ վերջում շատ հանգիստ կարելի է մարսել ցեղասպանությունը, ինչպես որ 15 թվականի ցեղասպանությունը իրենք մարսեցին։ Ալիևը մի քիչ ավելի, այսպես ասած, պրագմատիկ կամ ավելի լկտին նույնիսկ ինչ որտեղ քաղաքականությունը վարում, որովհետև ինքը հասկանում է, որ հենց այս պահին պետք է ստանալ եւ Ալիևը կարևոր է համարում, որ Հայաստանի Հանրապետության հետ, հայ ժողովրդի հետ պայմանավորվի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը հասկանում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք մեր պետության ոչնչացմանն են վերաբերում, իշխանափոխության պարագայում կանգնեցվելու են։ Եվ ինքը հասկանում է, որ եթե Հայաստանը վերականգնի իր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների Իրանի եւ Ռուսաստանի հետ, ապա իրենք իրենց ծրագրերը չեն կարողանա կյանքի կոչել եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նախագիծը հնարավոր չի լինի իրագործել։ Դրա համար ելս մարտավարական տարբերությունները կան, բայց սա լրջագույն առանձնահատկություն է վատ իմաստով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը փաստորեն Բաքվից ու Անկարայից է կառավարվում ինչ-որ մասով։ Նիկոլ Փաշինյանի համար սա կաշվի փրկության խնդիր է, պլյուս ինքը որոշակի խոստումներ է տվել նաև արևմուտքին, մասնավորապես նեոռասիստ Մակրոնին, եւ ծիծաղելին այն է, որ ինքը մտել է նաև մի process-ի մեջ, որի մեջ հակաթուրքական էլեմենտներ կան։ Ինքը խոսում է, որ մենք պետք է բարեկամություն անենք եւ այլն, բայց հակաթուրքական էլեմենտների մաս է կազմում, ասենք Մակրոնի ծրագրին միանալով, գիտեք, այդ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Իսրայել։ Ցնդաբանությամբ է զբաղված Մակրոնը, ուղղակի կոմպլեքսավորված այսպես նեոֆյուրերի ուզում խաղալ հակառուսականության հենքի վրա, բայց դրա հիմքերը այդքան էլ ամուր չեն եւ կարելի ասել, որ այս պահին խոշոր հաշվով գաղափարական իմաստով գնում է պայքար գլոբալիստների եւ կոնսերվատորների միջև։ Պահպանողականության գաղափարները արևելքում են պաշտպանվում եւ այս պահին նաեւ ուկրաինական պատերազմը հենց այդ պահպանողականության եւ գլոբալիստական մոտեցումների հակադրությունը իրենից ներկայացնում, Իրանը պահպանողական, Չինաստանը պահպանողական, ուղղակի արևմուտքը շահում է այդ մասով այն առումով, որ ինքը ունիվերսալ գաղափարներ է դեռևս կարողանում աշխարհին առաջարկել, մարդկանց այդ լավ գեղեցիկ փայլփլուն այդ փաթեթավորված ապրանք է կարողանում մատուցել, որոշակի օրեն խաբել, ու ամբողջ խնդիրն այն է, որ իրական արևմտյան արժեքների կրողները մենք ենք, միասին եւ մասնավորապես Մայր Հայաստանը այդ արժեքների կրողը, այսինքն իրական դասական ժողովրդավարության, դասական լիբերալիզմի, դասական սոցիալական պետության, այսինքն այդ պահպանողականությունը այսօր ինչ որ առումով շեղվել է իր պատկերացումից, որովհետև այն պահպանողականությունը, որի մասին որ մենք գիտենք, այսօր փաստորեն դառնում է այն իրական
լիբերալիզմի եւ սոցիալական պետության կոնցեպտի կողմնակիցը պահպանողականություն այսօր դառնում է, որի դեմ որ այսօր իբր թե պայքար հանդես են գալիս իբր լիբերալները։ Այստեղ կարելի է բերել հայտնի սովետական ֆիլմներից մեկից մի արտահայտություն, մի քիչ փոփոխված, որ սիրիր դեմոկրատիան քո մեջ, այլ ոչ թե քեզ դեմոկրատիայի մեջ։ Այո, այդ առումով տեսեք, մի բան է արժեքները, օրինակ եթե այսօր ընդունված է ասել, որ Հայաստանի իշխանությունը արևմտամետ է, դա բացարձակապես չի համապատասխանում արժեհամակարգային առումով իրականությանը, որովհետև արժեհամակարգային առումով այս իշխանությունը խորը արևելյան այն վատ իմաստով, որ մենք գիտենք, միջնադարյան մտածողության հնամաշ եւ փտած արժեհամակարգի կրող է եւ իրական արևմտամետները մենք ենք այդ դեպքում, այսինքն արժեհամակարգային առումով։ Եթե մենք վերցնենք վեկտորը, ապա այս իշխանությունը նույնիսկ աշխարհական վեկտորի առումով արևմտամետ չէ, որովհետեւ ինքը իրականում թուրքամետ է։ Իսկ եթե վեկտորի առումով վերցնենք, այո, մենք արևմտամետ չենք, որովհետև մենք գտնում ենք, որ մեր տարածաշրջանում, կրկնեմ, Հայաստանի Հանրապետությունը կարող է գոյություն ունենալ միայն Իրան, Ռուսաստան առանցքի, Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու եւ Արևմուտքի հետ նորմալ գործընկերային հարաբերություններ պահպանելու միջոցով։ Այսինքն, այսպես կոչված արևմտամետների քաղաքականությունը իրականում հակառուսականությունն է եւ հակաիրանականությունն է, որը ընդհանրապես կապ չունի Հայաստանի շահերի հետ։ Մեր պատկերացրած մետությունը դա հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացումն է, Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումն է, նույն Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն է, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է, եւ Արևմուտքի հետ նորմալ գործընկերային հարաբերությունների հաստատումը։ Այստեղ շատ էական տարբերություն կա։ Այդ շտամպը, որ կպցնում են, ասում են դա ռուսամետություն է, դա իրականում ռուսամետություն չի, դա ամենադասական հայամետությունն է։ Այսինքն քո շահերից ելնելով դու դառնում ես ոչ թե կոնֆլիկտի զոնա, դու դառնում ես ոչ թե աշխարհակահաղական բախումների մանրադրամ, այլ դու զերծ ես պահում Հայաստանի հետ բախումներից եւ բալանսի վրա խաղալով քո ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանում ես եւ զարգացնում ես։ Այսօրվա իշխանության քաղաքականությունը դասական հակահայկականություն է եւ դասական մանրադրամ դառնալու քաղաքականություն, ինչպես որ մենք Ուկրաինայում տեսանք, այսինքն Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, արևմուտքի գլոբալիստական շրջանակների կողմից նշանակվել է որպես տեղական Զելենսկի։ Ինքը տնաբույծ Զելենսկին է, տնաբույծ Սաակաշվիլին է, կար մի հատ Տիխանովսկայա, որին հրավիրել են այդ Բելարուսի նախագահացուն, դա մի քիչ ավելի լայց տարբերակ է, չկայացած Փաշինյանն է։ Իհարկե Փաշինյանը կերազի, որ եթե այստեղ փոփոխություն լինի, ինքը Տիխանովսկայի ճակատագրին արժանանա եւ ես կարծում եմ, որպես այսպես պաուստային աերոդրոմ իր համար այդ սցենարը նախատեսված է, դա կլինի Թուրքիան, Ֆրանսիան, թե Կանադան, չգիտեմ ինչ, բայց ինքը փախուստի տրամաբանության մեջ է լինելու, որովհետեւ այստեղ մնալու պարագայում ինքը Սաակաշվիլու ճակատագրին արժանանալու, այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Անդրանիկ, վերջում մի շատ կարևոր գաղափարի մասին կարճ խոսենք, որը Հայաստանի Հանրությունը չի հասկանում, քանի որ մենք սկսեցինք աշխարհակահաղականությունից, պետությունները, երբ որ առաջանում են կամ ոչնչանում են, դա բալանսների կամ դիսբալանսների հետևանքն է։ Օրինակի համար Եվրոպայում Բելգիայի պետությունը առաջացավ զուտ նրա համար, որտեղ պետք էր բալանս ստեղծել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի միջև եւ մեծ Նիդերլանդների թագավորությունից Բելգիան փոկեցին, որտեղ Նիդերլանդները մեծ խաղացող էր դառնում։ Շվեյցարիան ինքը բալանս էր, որպես այդպեսին ձևավորվել է որպես բալանս Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի ժամանակին եւ Ֆրանսիայի միջև, այսինքն ինքը բալանս պետությունն է։ Երբ որ բալանսները խախտվում են, պետությունները ոչնչանում են։ Հայաստանը որպես այդպեսին ստեղծվել է 19-րդ դարում, որպես բալանս մահմեդականների միջև, հա, որ ռուսական շահերից ելնելով, եւ դրա համար հայերին հավաքում են այս տարածաշրջան։ 18-ից 20 թվականին, 21 թվականին Սյունիքը մենք պահեցինք, նաև բոլշևիկները մեզ օգնեցին, իրականում պատմությունը սխալ է նկարագրվում, ինչի համար, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև սահման չլներ, եւ նույնիսկ Նախիջևանը, երբ որ Թուրքիայի պահանջով զիջեցին Ադրբեջանին, սահմանները այնպես էր գծված, որ Նախիջևանը Թուրքիայի հետ սահման չունի, հետո Պարսկաց Իրանի հետ փոխանակեցին։ Հիմա հարցը հետեւյալն է. եթե
Հայաստանը չի կարողանում բալանս ապահովել Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի միջև, իր աշխարհաքաղաքական դերակատարությունը վերջանում է, ինքը դառնում է ավելնորդ երկիր։ Այսինքն, եթե Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, Ադրբեջան, ինքը ոչ Իրանին, ոչ Ռուսաստանին պետք չի, ինքը բալանս չի ապահովում, ինքը դիսբալանս է ապահովում, դառնում է վտանգավոր երկիր։ Հիմա հարցը հետեւյալն է. Հայաստանը կարող է գոյություն ունենալ, եթե ինքը հարավային Կովկասում Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, այս երեք մեծ երկրներից բալանսը ապահովում են։ Հայաստանը այսօր ունի մի ղեկավար, որը այդ բալանսը քանդում է, Հայաստանի ապագան հարցականի տակ է դնում եւ հունիսի 7-ին, եթե սա վերընտրվեց, սա փաստորեն հայ ժողովուրդը գնում է ինքնասպանության, չհասկանալով հանդերձ, թե որն է դրա պատճառը։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր բարեկամ ու դաշնակից Ռուսաստանը պետության ղեկավարի Պուտինի մակարդակով, երեք նաև արտգործնախարարի մակարդակով, դրանից առաջ փոխվարչապետի մակարդակով, բոլոր մակարդակներով ահազանգ է հնչեցնում եւ դիմում է հայ ժողովրդին, ասում է՝ «Սիրելի հայ ժողովուրդ, դուք գնում եք դեպի երրորդ ցեղասպանություն»։ Եվ այդպես էլ ասում են բառացիորեն։ Դուք գնում եք երրորդ ցեղասպանություն։ Եթե դուք ԵՄ-ի հետ այդ խաղերը տալիս եք, ընդ որում խաղերը տալիս եք բացարձակապես որևէ աջակցություն չունենալով Եվրոպական միությունից, եւ ԵԱՏՄ-ում ձեր process-ները սարեցնում եք, հապկում սարեցնում եք, ընդհանրապես դառնում եք հակառուսական տարածք եւ ուզում եք խաղեր տալ, այսպես ասած, մեր հակառակորդների հետ եւ անհասկանալի ձեր համար հետևանքներով, ավելի ճիշտ հասկանալի խիստ, բայց ձեր հասարակության համար անհասկանալի, ապա դուք ուղղակի կվերանաք որպես պետություն, ոչ թե որ Ռուսաստանը կհարձակվի Հայաստանի դեմ, այդպիսի բան չի կարող լինել, ասենք ուկրաինական սցենարի կրկնություն չի լինի, բայց տնտեսական ու դիվանագիտական պատերազմը, որը հրահրել է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի դեմ, հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության կործանմանը, ընդ որում այդ շղթան պարզ է։ Անմիջապես եթե հունիսի 7-ից հետո ես իհարկե չեմ ուզում այդ սցենարը պրակտիկայում դիտարկել, բայց տեսականորեն ասենք թե ինչ է սպասվում։ Մի քանի գործողություններ, որոնք արվելու են։ Առաջինը ռուսական ռազմաբազայի հեռացումը Գյումրիից։ Դա Նիկոլ Փաշինյանի տերերը գծագրել են, ինքն էլ դա կիրականացնի։ Հապկից արդեն պաշտոնապես դուրս գալը, ԵԱՏՄ-ից պաշտոնապես դուրս գալը, ռուսական ռազմաբազայի հեռացումը, ատոմակայանի փակումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա նշանակում է ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սա նշանակում է ընդհանրապես անվտանգային 0 հովանոց Հայաստանի Հանրապետության համար, այդ Մակրոնները, Միշելները, Ուրսուլաները որևէ ձևով որևէ անվտանգային երաշխիք չեն տալու։ Եվ տնտեսության փլուզում։ Տնտեսության փլուզում շատ արագ, քան փաստորեն Արցախի պարագայում եղավ։ Արցախը դիմացավ 22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, Պրահայից հետո, երբ որ մեծ խաղի շրջանակներում զոհաբերվեց Արցախը հանուն հակառուսականության եւ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական աթոռի համաձայնեց այդ զոհաբերողի գործողությունը կատարել եւ հանձնել Արցախը հանցագործ ճանապարհով, տեսեք հոկտեմբերի 6-ից մինչև փաստորեն 23 թվականի սեպտեմբերի կեսերը։ Այդքան դիմացավ Արցախը, 1 տարվա կտրվածք։ Հայաստանը չունենալու այդ հնարավորությունը, որովհետև տեսեք, ինչու դիմացավ Արցախը։ Նախապահների արկայություն, Հայաստանի Հանրապետության արկայություն։ Միջազգային իրավիճակը դեռ ոչ այդքան լարված ինչպես հիմա, բայց արդեն արևմուտք Ռուսաստան հարաբերությունների սրում եւ հատկապես process-ները զարգացան ուկրաինական պատերազմից հետո 22 թվականին սկիզբ առած, ասենք փետրվարին սկիզբը առը, հետո մենք տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում Արցախի հետ արդեն աշնանը։ Այսինքն փետրվարից հետո ժամանակագրությունը շատ կարևոր է, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, Արցախը զոհաբերվել է հանուն մեծ խաղի, հանուն նեոռասիզմի, հանուն գլոբալիստների հակառուսական պայքարի։ Այդ ժամանակ ուկրաինական կոնտրնաստուպլենիաներ, կոնտրհարձակումներ, որոշ բավականին հաջող։ Հա, եւ այդ փուլում Հայաստանի իշխանությունը նաեւ հաշվեց, որ երևի Ռուսաստանը պարտվելու է, հիմա մենք անցնենք մյուսների կողմը, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը ավելի շատ իր անձնական շահեցնելով է հաշվարկը արել։ Հիմա տեսեք, այդ մի տարվա կտրվածքը զորով հերիքեց Արցախի համար եւ 2-3 օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվեց այդ էթնիկ ստումը տեղ ունեցավ, դա ցեղասպանություն է ըստ էության։ Հիմա Հայաստանի պարագայում եթե հանվում է անվտանգության բարձիկը, եթե հանվում է տնտեսական անվտանգության բարձիկը, նա ռազմականներ, սա տնտեսականներ, այս տարածքը մի տարի չի դիմանա։ Այսինքն Հայաստանի իշխանության վերարտադրության պարագայում այն ծրագրերը, որ իրականացվում է մեծ խաղի շրջանակներում,
կհանգեցնեն ուղղակի Հայաստանի Հանրապետության փլուզման եւ հարցը առաջանում թե հայ ժողովրդի դեպքում ուր է արտագաղթելու, եթե արցախցիները տեղ ունեին գալու, ապա Հայաստան ուր է գնալու։ Պատմության մեջ դեպքեր են եղել, երբ որ մի որոշման պատճառով ազգերը եւ ժողովուրդները գնացել են ինքնասպանության եւ այդ որոշումը իրենք են ընդունել։ Հույս ունենք, որ հունիսի 7-ին հայ ժողովուրդը այդ ինքնասպանության որոշումը չի կայացնի։ Մենք այսպես ասենք, որպեսզի շատ իդեալիստական չլինի, այ ասենք մենք ընտրենք, թե մենք մասնակցում ենք այս ընտրություններին եւ այս ամենը հաշվի առնելով նաեւ այս վերլուծություններին տիրապետելով Մայր Հայաստանը որոշում կայացրեց ոչ թե առանձին մասնակցել ու լուծել անցողիկության խնդիրը, որ մենք բացարձակապես խնդիր չունենք այդ հարցը լուծելու, այլ մենք գնացինք միավորումների ճանապարհով, մեր օրինակով ցույց տվեցինք եւ Բարգավաճ Հայաստանի հետ ենք մասնակցում այս ընտրություններին ուղղակի ուղերձ հրղելով մեր հանրությանը, որ սա մանդատների խնդիր չի եւ մեր հանրությանը նաեւ անկեղծ պետք է ասենք այո, սա լավի ու վատի ընտրություն չի, լավագույնների ընտրություն չի, մեղմ ասած լավագույններ չկան այս ընտրություններում, մենք անկեղծ պետք է խոսենք մեր հանրության մոտ, մենք ինքներս էլ շատ վերապահումներ ունենք բոլորի հանդեպ, բայց մենք գտնում ենք, որ եթե մի կողմում դրված է Հայաստանի վերացումը եւ հայոց նոր ցեղասպանությունը, իսկ մյուս կողմում այն հնարավորությունը, որ մենք կստանանք իշխանափոխությունից հետո, ապա մենք ընտրում ենք այդ հնարավորությունը, այսինքն չարյաց փոքրագույն համարեք կամ վատի ու վատագույնի ընտրություն համարեք, ցանկացած պարագայում բացի Նիկոլ Փաշինյանից մնացածը հայկական իրականության հետ են կապված լինելու։ Այո, պարզ է, մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանափոխությունից հետո այդպես չի, որ մեղր է ծորալու երկնքից, բազում խնդիրներ են առաջանալու, նույն կոալիցիոն իշխանության տրամաբանության շրջանակներում, այնպես չի, որ ամեն ինչ հարթ է գնալու։ Իշխանության համար իրական պայքարը դրանից հետո է սկսվելու։ Այդ ամեն ինչը նորմալ է, այդ ամեն ինչը տեղավորվում է քաղաքականություն կոչված երևույթի մեջ։ Բայց իշխանության համար պայքար լինում է այնտեղ, որտեղ կա պետություն։ Կարելի է դեպի լավը գնալ այնտեղ, որտեղ կա պետություն, բայց եթե պետություն չկա, մեր բոլորի կարգավիճակները զորանում են։ Կապ չո, հիմա ով է հիշում, թե Ղարաբաղում ով է եղել падգամավոր, նախարար, նախագահ, չգիտեմ, ուժային, բիզնեսմեն, ամեն ինչ թողել եկել են։ Հիմա այստեղ էլ ում է պետք լինելու մեր այսօրվա կարգավիճակը, եթե մենք չենք ունենալու պետականություն։ Այնպես որ ընտրությունը շատ պարզ է, մարդիկ պետք է ընտրեն Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջանը։ Հայաստանի Հանրապետությունը ընտրելու համար պետք է գնալ անպայման ընտրության եւ հաշվարկել, թե ձեր համար, օրինակ սերելի քաղաքացիներ, ձեր համար ով է չայրած փոքրագույն, նրան ընտրեք, բայց անպայման մասնակցեք, ընտրեք որևէ պարագայում քվեջ տակ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դուք դրանով տալիս եք Ալիևին, դրանով տալիս եք Էրդողանին, դրանով տալիս եք Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մեսեջը շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները ստանան։ Այս դրական մեսեջի վրա ավարտենք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։